Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներից շատերում հիմնանորոգման, վերակառուցման եւ արդիականացման աշխատանքներ են սկսվել։ 162 մանկապարտեզից 45-ը արդեն վերանորոգվել, հիմնանորոգվել կամ ամբողջությամբ վերակառուցվել է։ Ծրագրերի շրջանակում ուշադրություն է դարձվում ոչ միայն շենքային պայմանների բարելավմանը, այլև կրթական միջավայրի ամբողջական արդիականացմանը, նոր գույք, տեխնիկա եւ զարգացնող խաղեր։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավականու նիստում խոսելով այս մասին շեշտել էր. մանկապարտեզների վերանորոգման ծրագիրը շարունակական է լինելու։ Այնքան ինչքան մանկապարտեզ 2000-ականներին վաճառվել է, մի քիչ դրանից շատ մենք արդեն հիմնանորոգել ու կառուցել ենք։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը մանրամասնում է, վերջնարդյունքում ակնկալում են մի քանի տարի անց այլևս չունենալ վերանորոգման կարիք ունեցող մանկապարտեզ։ Քաղաքային իշխանությունները չեն թաքցնում, այս ոլորտում ստացել են ծանր ժառանգություն եւ դեռ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Ավելին հիմնադրվում են շատ տարիների անց, առաջին անգամ հիմնադրվում են նոր մանկապարտեզներ, կառուցվում են նոր մանկապարտեզներ, Ծարավաղբյուրում, Նոր Խարբերդում, վերակառուցվում է համար 24 մսուր մանկապարտեզը, հզորությունը զգալիորեն մեծացնելով, Դավթաշենում նոր մանկապարտեզը հիմնադրվել։ Խոշոր ծրագրերից մեկը իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությամբ։ Վարկային ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է վերանորոգել եւս 32 մանկապարտեզ, մինչդեռ առաջին փուլով արդեն հիմնանորոգվել է 15-ը։ Բացի շենքային աշխատանքներից մեծ ուշադրություն է դարձվում նաեւ բակային պայմաններին։ Բոլոր հիմնանորոգված մանկապարտեզների բակերը կահավորվում են ժամանակակից խաղային սարքավորումներով։ Փորձարկվում են նաեւ նորարարական ծրագրեր, օրինակ ճանապարհային անվտանգության ուսուցման համար հատուկ կահավորված խաչմերուկների ստեղծումը։ Այսօր Երևանի մանկապարտեզներ հաճախում է ավելի քան 28000 երեխա։ 103 մանկապարտեզում գործում են նաեւ մսուրային խմբեր 2-ից 3 տարեկանների համար։ Կրթական բովանդակության զարգացման ուղղությամբ ներդրվում են նոր ծրագրեր։ Մեր հաջողված ծրագրերից մեկն է ռոբոտաշինության ծրագրի ներդրումը նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որը վարվում է ավագ տարիքային խմբերում, հիմնականում խաղային գործունեության ժամերին, մեծ հաջողություն է գրանցել եւ մեծ հետաքրքրություն երեխաների կողմից եւ ծրագիրը տարեստարի ընդլայնվում է, այս տարի եւս 40 մանկապարտեզում պլանավորում ենք ներդնել։ Անվտանգության ապահովումը եւս առաջնահերթություն է։ Նախորդ տարի 42 մանկապարտեզներում տեղադրվել են տեսահսկման համակարգեր եւ ծրագիրը շարունակական է լինելու։ Ծնողների պահանջարկից ելնելով գրեթե բոլոր մանկապարտեզներում գործում է նաեւ երկարօրյա ծառայություն, մինչեւ ժամը 19:00-ն։ Միասնական սննդացանկի կազմակերպումը եւս նորամուծություն էր։ Նախորդ տարի փորձարկեցինք որոշակի դժվարություններով, բայց հաղթահարեցինք ամբողջ տարին։ Այս տարվա մեկնարկից արդեն ունենք սահմանված միասնական ճաշացանկ, ինչը իհարկե առանձին դեպքերում որոշակի փոքրիկ շեղումներ հաստատություններին հնարավորություն է տալիս ունենալու տվյալ սննդամթերքի առկայության բացակայության պայմաններում կամ հաստատության գործունեության դժվարություններով պայմանավորված, բայց հիմնականում ապահովում է միասնական մոտեցումը, ինչը իհարկե սահմանված առողջապահության նախարարության սահմանած կարգին համապատասխան է իրականացվում։ Մանկապարտեզներում երեխաների հետ աշխատում են ոչ միայն դաստիարակներ, այլև տարբեր մասնագետներ, լոգոպեդներ, հոգեբաններ, հատուկ մանկավարժներ։ Կրթական գործընթացին զուգահեռ ուշադրություն է դարձվում նաև ֆիզիկական զարգացմանը, մարզադահլիճների, սպորտային ծրագրերի եւ գույքի միջոցով։ Քաղաքապետարանը վստահեցնում է, սկսված բոլոր ծրագրերը շարունակական են լինելու եւ նպատակն է ստեղծել անվտանգ, հարմարավետ ու ժամանակակից միջավայր բոլոր երեխաների համար։ Նարինե Ղուկասյան, Ալբարդ Բաղդասարյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։